Հազարամյակների պատմական ընթացքի արդյունքում հիմա աշխարհի գրեթե յուրաքանչյուր պետությունում հնարավոր է գտնել հայկական հետք։ Աֆրիկայից մինչև Լատինական Ամերիկա, Ավստրալիայից մինչև Միջին Արևելք տարիների ընթացքում մեր հայրենակիցները ստեղծել են հայկական կառույցներ, ինտեգրվել են տեղի հասարակությանն ու միևնույն ժամանակ պահպանել ազգայինը։ Հատկապես ցեղասպանությունից հետո 100 հազարավոր հայեր ապաստան գտան տարբեր երկրներում։ Մեծ թվով հայեր հայտնվեցին Սիրիայում, Լիբանանում։ Երկրներ, որ այսօր էլ համարվում են ամենակուռ հայկական գաղութներն ունեցող պետությունները։ Ողջույն, առաջին ալիքի եթերում Հայն ու Հայաստանն է։ Այս շաբաթ մենք գտնվում ենք Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, ամենահայաշատ համայնքներից մեկում ու ներկայացնելու ենք, թե ինչպես են ապրում այստեղ մեր հայրենակիցները։ Լիբանանում է գտնվում ամենահայտնի հայկական գաղութներից մեկը։ Այստեղ հայերն ապրել են վաղուց, բայց հզոր ու զարգացող համայնքը ձևավորվել է հատկապես ցեղասպանությունից հետո։ Այստեղ տեղափոխված հազարավոր հայեր ապաստան են գտել, համախմբվել ու հիմնել հայկական կառույցներ, որոնց շնորհիվ էլ տեղացի հայերն իրենց համարում են մայր գաղութի հիմնադիրները։ Տարբեր կուսակցությունների, եկեղեցական կառույցների ու ազգակցական կապերի շնորհիվ, հատկապես Բեյրութում բնակվող հայերը կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունը եւ ավելին, լիարժեքորեն ինտեգրվել տեղի հասարակությանը, ճանաչված են դարձրել հայկականությունը։ Այստեղ գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, մանկապարտեզներ, հայկական համալսարան, խանութներ, լրատվամիջոցներ ու մշակութային հաստատություններ։ Անտիլիասում է գտնվում նաև Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը, իսկ մայրաքաղաք Բեյրութում է ամենահայտնի Բուրջ Համուդ հայկական թաղամասը։ Մենք գտնվում ենք Համրայում, Բեյրութի ամենակենտրոնական թաղամասերից մեկն է։ Այստեղ է նաև ամենահին հայկական համալսարանը, Հայկազյան համալսարանը, որը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս ավելի քան 50 տարի։ Այստեղ կրթություն են ստանում ամենատարբեր ազգության ու կրոնի երիտասարդներ։ Հայկազյան համալսարանի կրթությունը հայտնի է ամբողջ Լիբանանում։ Տասնամյակների ընթացքում այստեղ սովորել են հիմա արդեն անվանի գործարարներ, քաղաքական գործիչներ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող կրթությանը զուգահեռ։ Այստեղ ուսանողներին ծանոթացնում են նաև հայկական մշակույթի եւ պետության հետ։ Իր 62 տարիներու ընթացքին ծառայած է անխտիր գերբով եւ եղած է գարձեք այսպես հայերը համախմբող վայրը, որովհետեւ եղած է իր գիտական աշխատանքով ծանոթ, մանկավարժական աշխատանքով ծանոթ եւ ուրեմն այդ հանդիպման վայրը եղած է, գամուրջ եղած է հայուն համար։ Փերած է բարձանք հայուն համար Լիբանանի մեջ եւ իր մտնոլորդովը, գիտական աշխատանքով եւ մարդ պատրաստելու այդ կարողությամբ գրաված է նաեւ ուշադրությունը ոչ միայն միջին արևելյան հայության համար, որպես երևույթ իբր սպիրկի միակ հայկական համալսարան։ 1945 թվականին հիմնադրված համալսարանն առաջին տարում ունեցել է 43 ուսանող, որոնցից 15-ը ազգությամբ հայ չէին։ Համալսարանի հիմնադրման հիմնական առաքելությունը հայ երիտասարդներին մանկավարժական եւ եկեղեցական աշխատանքին պատրաստելն էր, բայց տարիների ընթացքում մասնագիտություններն ավելացել են։ 60-ական թվականներու վերջավորության Հայկազյանը դարձած է Լիբանանի մեջ արևդրական գիտություններու բիզնեսի աշխարհի մեջ ամենեն հայտնիներեն մեկը։ Հայկազյանը 60-ական թվականներու սկզբնավորության նաև հետաքրական հրթիռային գիտություններու աշխատանքով ծանոթ դարձած է եւ ուրեմն պատրաստած է միջին արևելքի առաջին հաջող հրթիռը իբր գիտական փորձ եւ հարյուրավոր կիլոմետր հաջողած է այդ հրթիռը արձակել, հրթիռները արձակել 61 թվականին մինչեւ 1966 թվականը դեպի միջերգրականը։ Իր կրթության որակի եւ գիտական ուսումնասիրությունների արդյունքում հիմա արդեն Հայկազյան հայկական համալսարանի համբավը դուրս է եկել Լիբանանի սահմաններից։ Նուրին բնիկ լիբանանցի է։ Հայկական համալսարանի մասին լսել է վաղուց։ Այստեղ նրան առաջին հերթին մոտեցումներն են դուր գալիս, կրթության որակը։
Ամերիկյան մոտեցումներին բավականին մոտ բիզնես ոլորտի մասնագիտացումն իր համար ամենահարմարն է։ Եղբայրս էլ է այստեղ սովորել, իսկ երբ եկավ համալսարան ընդունվելու իմ ժամանակը, լավ ուսումնասիրեցի ու հասկացա, որ այս համալսարանի վարձերը ավելի մատչելի են, կրթության որակն էլ ավելի լավն է։ Եվ իհարկե ինձ դուր է գալիս նաև միջավայրը, կարծես մի մեծ ընտանիք լինենք, ու բոլորն իրար ընդունում են այնպիսին, ինչպիսին կան։ Համալսարանում գործում է նաև գրադարան, այստեղ պահպանվում են բազմաթիվ հին գրքեր, հայկական պարբերականներ, մասնագիտական եւ հայագիտական գրականություն։ Բեյրութի սրտում գտնվող հայկական համալսարանը նաև բազմաթիվ սիրացիների է հնարավորություն տվել կրթությունն այստեղ շարունակել, իսկ հայ ուսանողներից շատերը օգտվում են հատուկ կրթաթոշակներից։ Ես բիզնեսի ապագա մասնագետ եմ, բայց այս համալսարանը ընտրել եմ նախ եւ առաջ իմ ուսանողական կյանքի համար։ Բազմաթիվ ակումբներ կան, սպորտային խմբակներ, միություններ։ Դա հնարավորություն է տալիս մեզ ակադեմիական կրթությանը զուգահեռ բացահայտել մեկս մյուսի մշակույթը, պատմությունը, հետաքրքրությունները։ Բուրջ համուդում ենք Շախզոյան կենտրոնում, այստեղ է գտնվում Ազդակ օրաթերթի խմբագրությունն ու Վանաձայն ռադիոկայանը։ Լիբանանի հայկական համայնքի ամենահին մեդիաներն են այստեղ։ Բեյրութի հայկական թաղամասից ավելի քան 30 տարի Վանաձայն ռադիոկայանը լսելի է ամբողջ Լիբանանում, իսկ հիմա համացանցի միջոցով նաև ամբողջ աշխարհում։ Միջին Արևելքի առաջին հայկական ռադիոկայանը հիմնադրումից ի վեր չի դավաճանել իր հիմնական սկզբունքներին։ Մեկ բան միշտ մնացած է անշեղ, այդալ երաժշտության հայկականութեն է դուրս որևէ բան սփռելը ընդհանրապես գդրականապես արգելված եղած է, ու իբրև այդպիսին երբեմն նաև քննադատված ենք մեր ժողովուրդեն, որովհետև մենք չենք սփռած այն երկերը, որոնց մագարտակը պետք եղած մագարտակի վրա չեն, բայց ժողովրդին սիրելի երկեր եղած են, բայց մենք գսած ենք, որովհետև մեր առաքելությունը այս երկու երաժշտությունը իր մագարտակի վրա բահել է, հրաժարած ենք այդ տեսակի երկու երաժշտություն սփռել։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին հիմնադրված ռադիոկայանը յուրատեսակ հարթակ էր նաև հայկական համայնքի քաղաքական ձայնը բարձրացնելու համար։ Խորհրդանշական անունով հայապահպանական առաքելություն ունեցող ռադիոկայանը արդեն մի քանի տարի է գործակցում է նաև Հայաստանի հանրային ռադիոյի հետ։ Իր 30 տարվա ընթացքում բնականաբար զարգացումներ ու առաջադիմություն արձանագրած է ռադիոկայանը եւս եւ այսօր դարձած է այնտեղ, ուր այս ռադիոկայանը կարելի է նկատել իբրև լիբանանահայության այսպես ընդհանուր նկարագիրը ներկայացնող ռադիոկայան, լիբանանահայության ազգային, քաղաքական, գրթական, ընկերային, տնտեսական, նույնիսկ երբեմն մշակութային եւ արվեստի զանազան խնդիրներն ու հարցերը ներկայացնելով, փորձել այդ հարցերուն լուծումներ գտնել ու փորձել այդ հարցերուն լուծումները որոնած ժամանակ թեպի լավը ու ճիշտը երթալ։ Մեր հաջորդ երգը սիրելի ունգընտիրներ, Չունի աշխարհը քեզ նման։ Ռադիոկայանի եթերում հնչում է բացառապես հայկական երաժշտություն։ Միայն շաբաթական մի քանի ժամ հնարավոր է լսել արտասահմանյան երգեր։ Ռադիոկայանի աշխատակիցները հիմնականում հայեր են ու ամեն օր հետևում են նաև հայրենիքի իրադարձություններին։ Շարժաբումը, որ կփորձենք անել Հայաստան, Արցախ, Սփյուռք, բիդի իր լրումին ու ամբողջական եթե գուզեք նպատակին հասնի, եթե բնականաբար մենք ուղիղ եթերով սփռվենք Հայաստան, ու անշուշտ եւ որ ուղիղ եթերով սփռվենք Արևմուտք Հայաստան, դառնանք վանացայինը Վանի մեջ, դառնանք վանացայինը ընդհանրապես Արևմուտք Հայաստանի բոլոր այդ գրավյալ հողերու մեջ։ Վանաձայնից մեկ հարկ ներքև գտնվում է ամենահին հայկական պարբերականներից մեկի խմբագրությունը։ Ազդակը հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնաթերթն է, բայց կուսակցական գաղափարախոսությունից առավել այստեղ կարևորում են օբյեկտիվ լրատվությունը։ Կարծեմ, որ բավական հասանելի է այսօր Ազդակի առապերն գայքը համաառապական հնչեղություն եւ դարողություն ունեցող գետրոններու, անոնք կլան մտավորական,
որոշ չափով pedagogan, բայց նաև վերլուծական հրապարակագրական։ Շահան Գանթահարյանը բացի ազդակի գլխավոր խմբագիր լինելուց հիմա նաև Սփյուռքահայ լրագրողների միջազգային խորհրդի նախագահն է։ Սփյուռքի նախարարության միջոցով համախմբելով տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցները հիմա գործընկերներով փորձում են ոչ միայն հայկական համայնքի ձայնը լսելի դարձնել իրենց երկրներում, այլև արժանի պատասխան տալ թուրքական կամ ադրբեջանական լրատվամիջոցներին, որ փորձում են իրենց երկրներում հայերի ու Հայաստանի մասին կեղծ լուրեր տարածել։ Նոսրացման ընդհանուր միտումը, որ դարաշրջանի մեջ տարբեր երկրներում մեջ գաբրին համայնքները հայ, նաև որոշ իմաստով համեմատաբար ավելի նվազք գուցե, բայց ամենայն դեպս գոյություն ունի նաև լիբանանահայ համայնքի բարակային։ Հիմնական խնդիրը սա է, որովհետև մենք չմոռանանք, որ Լիբանանը նաև համասպիրկյան առումով օբյեկտիվ առարկայական պատճառներ ունի կենտրոնական թիրք գրավելու, կենտրոնական քաղուտի հանգամանքը բահելու, այստեղ կգործեն ոչ միայն համայնքային դարողությամբ կառույցներ, այլ նաև համասպիրկյան եւ հետեւաբար նաև համահայկական։ Ազդակում հիմա լուրջ ուշադրություն են դարձնում երիտասարդ սերնդի լրագրողներ պատրաստելուն։ Պատանեկան ակումբների հրապարակումների օգնությամբ փորձում են ապագա լրագրողներ ու խմբագիրներ պատրաստել, ակտիվորեն կապ են պահում հայրենիքի հետ ու ներկայացնում նաև Հայաստանում կատարվող իրադարձությունները։ Ուրեմն աշխատանքներում մեջ կարելի է նշել նաև լսարաններու գազམ་ակերպումը, համահայկական հնչեղություն ունեցող խնդիրներու եւ մամուլի վերաբերյալ եւ ընդհանրապես քաղաքական գործընթացներու շուրջ քննարկումներ գազམ་ակերպել Աստագի հարգին վրա, Փյունիկ սրահի մեջ։ Ապրելով ու աշխատելով Լիբանանում Շահան Գանթահարյանը հետևում է նաև սիրիական իրադարձությունների զարգացմանն ու հատկապես սիրիահայերի խնդիրներին։ Նրանցից շատերն են տեղափոխվել Լիբանան։ Մի մասն այստեղ բնակարան ուներ, մյուսներն էլ ազգականների մոտ են եկել, բայց միևնույն է, Հայաստանը կամ Լիբանանը որպես վերջնական հանգրվան շատերը չեն դիտարկում։ Խայդապղետ իրավիճակ է եւ բոլորը նույն շարժարիտներով չէ, որ այստեղ են։ Կարևոր մասը նաև ուրեմն մեկնող է, այստեղ մնացող չէ, ինչպես փորձեցի բացատրել, բայց թե ժամանակավոր մնացողները, թե համեմատաբար ավելի երկար մնացողները, երկար ժամկետի վրա մնացողները եւ թե ընդհանրապես հոս իբրև նաեւ դեղափոխվողները, հիմնական դեղափոխվողները այսօր նաեւ կստանան համապատասխան ուրեմն Լիբանանահայ համայնքի միջպարեսիրական շտաբի կողմէ գազམ་ակերպված իբրև համագարկ կենցաղային ծառայություններ։ Բուրջ Համուտի կենտրոնում է գտնվում Բեյրութի ամենամեծ հայկական դպրոցը՝ Մեսրոպյան վարժարանը։ Այստեղ կրթություն են ստանում հարյուրավոր հայ երիտասարդներ։ Բեյրութում Մեսրոպյան վարժարանի մասին գիտեն բոլոր հայերը։ Հայ կաթողիկե նվիրապետության կողմից հիմնադրված դպրոցը սկզբում թիթեղյա կառույց էր համեստ պայմաններով։ Մեր մայրենին հայերենը կթասավանդվի, Լիբանանի pedagogan պաշտոնական լեզուն արաբերենն է, իսկ թասավանդման գիտական նյութերու լեզուն ֆրանսերենն է։ Ուրեմն մենք ֆրանսական թեկումով վարժարան մնենք, ինչպես նաև նախագծարանի 4-րդ կարգեն դուքա նաև համալրվելու անգլերենով։ Մեր աշակերտները երբ կավարտեն վարժարանը 4 լեզուներում կտիրապետեն։ Հիմա արդեն այստեղ ընդունվում են 1 տարեկան երեխաներից մինչև ավագ դպրոցի աշակերտներ։ Մեսրոպյանը այսօր Բուրջ Համուտի սիրտը կգտնվի եւ սփյուռքահայերուս համար Բուրջ Համուտը սփյուռքահայության փափախուն սիրտն է, մայրաքաղաքն է։ Իսկ Մեսրոպյանի սիրտը նաեւ կգանքնի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գոթողը, որ նաեւ սփյուռքյան առումով յուրահատուկ է։
Մեսրոպյան վարժարանի սիրտը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է։ Գործում է նաև արվեստի դպրոց թատերախումբ։ Հանրակրթությանը զուգահեռ աշակերտները մասնակցում են նաև պատարակների, տարբեր եկեղեցական տոների ու թեև դպրոցը հիմնադրվել է հայ կաթողիկե նվիրապետության կողմից, բայց նրա դռները բաց են բոլոր ցանկացողների համար։ Քաչ գիտակցելով նաև այսօրվան համաշխարհայնացման աստեցությունը նոր սերունդին վրա, մենք կբահենք այն ուղեկիցը, որուն հիման վրա հիմնված է այս վարժարանը եւ կմնանք գարչած այն ուղեկիցին։ Լիլիթը 16 տարեկան է, Մեսրոպյան վարժարան է հաճախում մանկուց։ Այստեղ երեխաներն ունեն նաև տարբեր ակումբներ, որտեղ հիմնական կրթությանը զուգահեռ մասնակցում են խմբակների, կազմակերպում միջոցառումներ։ Դպրոցին վերջին օրը մենք մեկ օր կդրամատրենք բոլոր աշակերտներուն հետ ժամանակ անցնելու արդու բադարակ կլա, հետո հոս մենք բողոսյան սրահը գա, հոնդերը գհավակվինք, թադրոն գլա կամ գերքենք, վարեն բզիկներուն հետ կսպաղվինք, հետո հոս վարը գաղան բաբան գուկա բզիկներուն շակար գպաժնեն վերներ և միասին աղվոր մտնոլորդ վելա կսպաղվինք։ Եվան Մեսրոպյան վարժարանից շտապում է տուն։ Այս օրերին աշակերտներն ակտիվորեն պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին։ Միջոցառումներ, նվերներ ու անակնկալներ են պատրաստում համադասարանցիներին, ուսուցչական կոլեկտիվին ու հարազատներին։ Այսինքն տասենզատ շատ բաներ գնենք, ինչպես activity-ները, բարը, թատրոնը, երգը, կոնգֆուն։ Այսինքն հոն է, որ ամեն մեկ աշակերտ կդած է իր թալենտը դաղանդ որ գա մեջը եւ այդտեղն է, որ ամենքը զարգացած ենք։ Դպրոցից տուն ճանապարհի կեսից արդեն Եվային ուղեկցում է պապենական փուրից եկող բույրը։ Բուրչամուտում բոլորը գիտեն փուր ղազարը։ Այստեղ են պատրաստում ամենահամեղ թահինով հացն ու մսաշոթը, լահմաջոն։ Հենց դրա հետևից էլ Բեյրութի տարբեր թաղամասերից հայերն ու նաև տեղացիները գալիս են այստեղ։ Ասի քաշված միս է եւ գսկսիմ ասմիսին վրա լոլի գտնելու ասոր մեջը սոխը գա սխտորը գա ամեն մեկ կխառնեմ նույն ձևով ասի քաշված կարմիր բիբերն է նորեն նույն ձևով ասի քաշված լոլի գնեմ միայն աղմենք կկործածենք որ միայն համը դա եւ եղածին պես կխառնենք կպատրաստենք 60 տարի է մենք աս մշաչոք գնենք որ հայրես ստսած ենք 60 տարի է եւ նույն ձևով կշարունակվի գոր։ Փուր ղազարի համբավը դուրս է եկել Լիբանանի սահմաններից։ Սերնդեսերունդ փոխանցվող համեղ բիզնեսի մասին պատմել են տեղական ու միջազգային լրատվամիջոցները։ Ընտանեկան գործը հիմա ղեկավարում է Ժակը, պարոն Ղազարի թոռը։ Այսօր ես երրորդ սերունդը լալով նույն կորզը կշարունակենք մսաշոտի, բայց քիչ ավելի նոր սերունդը լալով եկած ենք զարգացնելու մեր արհեստը, կազմած ենք քիչ ավելի լայն ջուրերը փանալու եւ նույնպես մենք ճանաչված ենք նորեն թայնովացի մասնակցության, ինչպես նաեւ գուկան աշխարհի ամեն 4 կողմեն հայերը լա օդավները կալու համդեսելու մեր թայնված եւ մսաշոտը։ Շարունակելով պապի եւ հոր ավանդույթները, Ժակը ավանդականին ավելացրել է նաեւ ժամանակակիցը։ Բացի ավանդական մսաշոտից ու քաղցրեղենից մշակել է թահինով հացի իր հատուկ բաղադրատոմսը։ Ժամանակին այստեղ ամեն ինչ ձեռքով էր պատրաստվում եւ աշխատում էին միայն ընտանիքի անդամները, բայց պահանջարկի ավելացման հետ աշխատակիցների թիվն էլ ավելացավ։ Բոլոր օդավները լա լիբանանցիները լա աշխարհի 4 կողմեն դերած ենք մենք աս հայահոտ թաղի մեջ որ մենք մսաշոտը գերցնենք եւ ինձ բադալը համդեսեն որ հայկական շունչ կա մեջը եւ շատ ուրախ եմ որ երբ որ գուկան շատ հբարդության գսեմ որ ասիգա հայկական փուր է եւ իմ եթե նկատի գարնեք լայմ թուղթերս լայմ բրոշս կրետ հայկական հայերեն կրածեմ որ գիտնամ որ մենք հայ ենք հայկական հաստատություն ենք եւ հայկական շունչով գրանցնենք որ ամեն ինչը։
Ժակը Ղազարյանների երրորդ սերունդն է։ Հուսով է, որ տարիներ հետո իր որդին էլ կշարունակի ընտանեկան բիզնեսը։ Բազմաթիվ բարդությունների միջով անցնելուց հետո Ժակը չի մոռանում պապի պատգամները։ Փորձում է ընտանիքին ավելի հաճախ ուղարկել Հայաստան։ Ինքը դեռ հայրենիքում չի եղել, բայց դա իր երազանքներից մեկն է։ Ուզեմ գոն որ գրագին արժե միշտ աշխատել, որ հոտեղ ույշ շունչ մգա, ույշ հոտ մգա, որ ես գծկե որ վայլես at խմոր at միսը, ինչ որ մնացած է իմ մեծ հորես։ Եվ հիմա հետաքրական բամուկա որ թայնովածը ամեն փուլ գնե, բայց մենք նորեն մեծ հորս օրերեն ջանցված ենք, ես շատ հբավտ եմ ուրախ եմ, որ գծած եմ ճիշտ իր հորով համով գծած նույն թայնոված հրամսեն ժողովրդին։ Հայերն ապրել ու ապրում են Բեյրութի տարբեր թաղամասերում, բայց նրանց կենտրոնը եղել ու մնում է Բուրջ Համուդը։ Այստեղ է կենտրոնացած հայկական մշակութային հասարակական կյանքը, բայց թաղամասն առավել հայտնի է իր առևտրական եռուզեռով։ Այստեղ գրեթե բոլոր խանութների վրա կարելի է հայկական անվանումներ տեսնել։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ շատ հայեր խուսափում են իրենց խանութներում թուրքական արտադրության ցանկացած ապրանք վաճառելուց։ Բուրջ Համուդում իրենց կարևոր դերն ունեն նաև հայ ոսկերիչները։ Քաղաքում բոլորը գիտեն, հայերը ոսկերչության ոլորտում անգերազանցելի են։ Ժանը եղբոր հետ պատանեկությունից ոսկերչական բիզնեսում է։ Հիմա արդեն խանութներ ունի տարբեր երկրներում, մտածում են նաև Հայաստանում բիզնես սկսելու մասին։ Ուզեմ Երևանը այնքան որ Երևանի մասին գխոսին, որ փոխված է, գեղեցկացած է, ագարակ որ ես փոխվածի չեմ գիտե, լսածից համեմատ, գուզեմ տեսնել, գուզեմ Հայաստանին օդը շնչել, Հայաստանին հավատա ինչ որ գբատմեն երտաս, բոլորովին ուրիշ կսկաս, ուզեմ ադսկացումը ըսկալ։ Այստեղ ոսկի նվիրելը հարգի է, իսկ ոճային տարբերությունները հայերի ու տեղացիների միջև ակնհայտ։ Մերոնք ավելի շատ ուշադրություն են դարձնում դիզայնին, նրբագեղությանը, իսկ արաբներն ավելի կարևորում են թանկարժեք մետաղի քաշն ու քարերի առկայությունը։ Տեղացիները նույնիսկ գսեն, որ Լիբանանը, Բուրջ Համուդը Լիբանանի սիրտն է որպես գործով։ Եվ հոս քրեթե հայերն են, եւ մենք հայերը այսինքն հայտնի եւ ամեն մարդ ինչպես կսե աշխատասեր երդասարտներ եւ ընտանիքներ են եւ վստահելի են անոր համար Բուրջ Համուդ քրեթե հայկական շրջան է եւ աշխատելիք տեղ է։ Նեղլիկ ու մութ ճանապարհը տանում է դեպի Բուրջ Համուդի հայկական underground կանգառ։ Տարածքը բարձակալել են երիտասարդ հայ արվեստագետները։ Այստեղ հավաքվում են նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, խոսում, քննարկում, քննադատում ու ամենակարևորը ստեղծագործում են։ Մելինեն, Հովսեփն ու Հայկը պատրաստվում են իրենց նոր երգի ձայնագրությանը։ Տղաները վաղուց են միասին աշխատում ժամանակին, որպես ռոք խումբ համերգներ էին տվել, իսկ Մելինեն մի քանի տարի է ինչ Հայաստանից տեղափոխվել է Լիբանան։ Երբ սկսանք իբր խումբ նվագել, մեզի համար շատ կարևոր էր, որովհետև limited չէինք միայն հայկական մելոդիներով կամ հայկական մյուզիկով, այլ գրցանք կարորդ նոտերով նվագել, որ ավելի արաբական եւ ավելի օրիենտալ թյուներ են։ Երբ որ այս ֆիլդի մեջ սկսանք մտնել, շատ ընդարձակ էր արժևնից, դրինք այլևս մի քանի նախագիծեր, որպեսզի վրան աշխատենք։ ಅದರ համար խումբը մեկ խումբ չէ, ոչ այլ մեկ ժանրի մյուզիկ է։ Ուրեմն նախագիծները մեկը, որ հին երաժշտություններ փնտրենք եւ գտնենք եւ նոր ծերերով ներկայացնենք հիմակվա ապրելագերբի համեմատ։
Ստեղծելով յուրահատուկ երաժշտություն, տղաները մտադիր են առաջիկայում նաև ձայնասկավառակ թողարկել։ Խմբի երաժշտությունը ազգայինի ու ժամանակակիցի յուրատեսակ միաձուլումն է։ Տղաներն աշխատում են ոչ թե միայն հայ ունկնդիրների ականջը շոյելու, այլ քմահաճ մելոմաններին նոր ժանրի երաժշտություն տալու համար։ Միշտ գարիքս կասած ենք, որովհետեւ space մելա դեմը որ արվեստագետներ հավաքվի միասին գաղափարներ դառնան միասին պրոջեկտներ ունեն։ Կամաց սկսա վատ դեղին դառնալու, սկսան ուրիշ մարդիկ կալ, ուրիշ երիտասարդներ կալ, լա հայ, լա արաբ, շատ բարեկամներ ունենք, որ եդերնենք աշխատենք, ինչպես խումին ալբում կավերը ուրիշ հայ չեն ով այսինքն։ Ինչ որ է, հոս իվենտներ ալ գազբագերվենք դուրս ինչպես օրին ցուցահանդես, նորեն մեր բարեկամներուն հետ, որ կձակրի չեն։ Եվ այսինքն արվեստի դեսակը, որոս ավելի կներկայացնենք կիծված արվեստը չէ, այսինքն ավելի չնքեր խոր բաներ կա մեջը իսկան։ Հայկը մի քանի ամիս ապրել է Երևանում, իսկ Հովսեփը Հայաստանում դեռ չի եղել, բայց առաջիկայում պատրաստվում է այցելել։ Տղաների համար երաժշտությունն ամենից կարևորն է։ Տարբեր մասնագիտություններ ձեռք բերելուց հետո միևնույն է, իրենց առանց երաժշտության չեն պատկերացնում եւ ապագան էլ կապում են դրա հետ։ Մեր երաժշտությունը քիչ սահմանափակ էր այն իմաստով, որ ուղղված էր միայն հայկական քաղաքին, այսինքն սկիզբը ինչ որ գնայինք, եւ ադի մեզի համար քիչ այսինքն միշտ սահման հանգ վերջաներ այսինքն եւ այդ մոդեցումը ունեինք միշտ այսինքն ամեն բան չէին կնալ ներկայացնել մեր ուզած ձևով։ Ուզենք հայկական բահել, հայկական կահույքին, հայկական աշխատանք։ Զուտ հայկականը լա, բայց դեռ մի եկավ այդ պետք է սկսենք, այո, հայկական մենք հայ ենք եւ մեր մշակույթն է, բայց նաեւ մենք լիբանան ծնած ենք եւ ոս մեծած ենք եւ այսինքն աստեցություններ գրած ենք, լա արաբական մյուզիկեն կամ դարբեր տեսակի երաժշտությունները միայն արաբականն էլ չէ, այսինքն արևմտյան երաժշտությունն ալ լսենք եւ սոր էլեկտրոնիկ դեռ ուզեցինք այդ բոլոր այսինքն ժանրերեն կամ ոճերեն երաժշտական հերանալ եւ այսինքն ուղղակի ինչ որ մենք կսկանք այդ մեկը ներկայացնենք։ Կանգարի երիտասարդները չնայած դժվարություններին չեն դադարում ստեղծագործելուց։ Առաջիկայում նոր նախագծերն են ձայնասկավառակից հետո մտադիր են հավաքել դեռ չձայնագրված հին հայկական երգերը։ Օրմակա որ միայն գարենանք երաժշտությամբ ապրի եւ միայն երաժշտությամբ սպայել, այսինքն ստուդիոյի մեջ մնանք միշտ աշխատենք եւ այսինքն մեր երաժշտության նպատակը նյութականը չէ։ Մենք երաժշտություն ունենք, որը բամ ունի մսելիք, որովհետեւ շատ բաներ կա մեր մեջ ուզենք դուրս անել։ Եվ այս բոլորը բահելով, դանկարը բահելով պետք է ուրիշ գործ աշխատենք, որովհետեւ նյութականը լա բահովենք։ Լիբանանի հայկական համայնքը առանցքային նշանակություն ունի հայության համար։ Տարիներ շարունակ պահպանելով ազգայինը, մեր հայրենակիցներն անջնջելի հետք են թողել նաև Լիբանանի կյանքում։ Հայրն այստեղ շատ են, մեծ է նաև նրանց գործունեության դաշտը, որը ներկայացնելու համար մի առանձին հաղորդաշար կարելի է պատրաստել, բայց ակնհայտ է մի բան. օտար երկրում ստեղծելով ու զարգացնելով հայկականը, անհրաժեշտ է պահպանել ստեղծածն ու փոխանցել սերունդներին։ Այսպիսին էր Բեյրութն ու Բուրչամուդ հայկական թաղամասն իր բնակիչներով։ Մեկ հաղորդման ընթացքում անհնար է ներկայացնել այստեղի հայերին ու իրենց պատմությունները, բայց միացեք մեզ յուրաքանչյուր շաբաթ իմանալու համար, թե որտեղ ենք լինելու մենք ու ինչպես ենք բացահայտելու Հայաստանն ու հայերին։